Արթնացիր, դու, որ քնած ես, և մեռելներից վեր կաց, և Քրիստոսը կլուսավորի քեզ։ Ես գիտեմ, որ հոգևոր կյանքի ընթացքում լինում են պահեր, երբ հոգևորապես քնում ենք։ Ինձ հետ էլ է պատահել, և կարծում եմ, բոլոր հոգևոր մարդկանց հետ կարող է պատահել։ Երբ չես կարողանում աղոթել, չես կարողանում կարդալ, այս թեմայով շատ համարներ կան Աստվածաշնչում, մինչև կարդալս, ասեմ, երբ մենք չենք աղոթում և չենք սնվում Աստծո խոսքով, մենք մեզ դատարկ ենք զգում, մեր մեջ ուրախություն չի լինում, մեր շուրջը կարող է ամեն բան կարգին լինել, բայց մենք մեզ մենակ ենք զգում։ Մի պահ մտածիր, դու, որ կանչված ես Աստծո գործը գործելու համար, դու, որ Հիսուսի որդին ես, դու, որ թանկ ես Հիսուսի համար, պետք է որ քնած լինես և փափագ չունենաս իր հանդեպ։ Քննիր քեզ, մտածիր, օրդ ինչով ես լցնում, եթե օրդ կերակրում ես հեռուստացույցով, կարճ տեսանյութերով, ինչ-որ հաղորդումներով և այլ զբաղվածություններով, միթե այդքանից հետո դու փափագ կունենաս Աստծո և իր խոսքի հանդեպ։ Մենք աշխարհում ապրելով Աստծո խոսքին և հիշենք, որ միայն կերակուրը չի, որ մեզ կշտացնում է, այլ մենք պետք է սնվենք նաև Աստծո խոսքով, մեր հոգևոր կերակուրը պետք է ընդունենք մենք ամեն օր։ Աստված իր խոսքում մեզ ասում է. անդադար աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հիշիր, որ մեզ Տերը զգուշացրել է, որ հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Ես քեզ ասում եմ, որ դու քո մարմնին պետք է ստիպես և տանես ծնկների վրա դեպի աղոթքը։ Դու քո մարմնին պետք է կերակրես Աստծո խոսքով։ Հիշիր քո առաջին սերը, հիշիր ոնց էիր աղոթում, քայլում Աստծո համար։ Լավ էիր վազում, ինչի կանգ առար։ Տերն է քեզ զորացնողը, վեր կաց և զորացիր Աստծո խոսքով։ Վեր կաց և սիրտդ բացիր Աստծո առաջ, աղոթիր, կարդա և լցվիր հոգով։ Տերը գիտի իր սուրբերին բարձրացնել և օգնել։ Դա հաստատ եմ ասում, նա անկածին մենակ չի թողնում, միայն թե դու որոշիր ընկած չմնալ, ոտքի կանգնել և ոտքերիդ վրա հաստատ մնալ։